Այս 5 տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, շատ քաղաքացիներ եմ ընդունել եւ շատ էին այդ քաղաքացիների թվում այն քաղաքացիները, որոնք բողոքում էին օրինակ իրենց դժվարություններից կախված իրենց երաշխավորության հետ։ Օրինակ վստահել էին տարբեր հարազատների, ընկերների եւ երաշխավորություն էին տվել բանկին, որպեսզի իրենց ծանոթը վարկ վերցնի, օրինակ տուն հիպոթեկով տուն վերցնի կամ գումար վերցնի եւ այլն։ Եվ տարբեր դժվարությունների առաջ են կանգնել, որովհետեւ տունը արդեն պահանջում էին որպես իրենց երաշխավորության պատասխան։ Հիմա ինչի՞ եմ այս պատմությունը պատմում։ Պարզվում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող հեծը երաշխավորություն է տվել Տաշիր խմբի հետ փոխկապակցված տարբեր կազմակերպություններին շուրջ 691 միլիոն դոլարի, որպեսզի այս երաշխավորություն է տվել, որպեսզի վարկ վերցնեն։ Պարոն Կարապետյան, ելույթով կարձագանքեք։ Եվ այդ այդ կազմակերպությունների մեջ եղել է նաև ոչ ռեզիդենտ կազմակերպություն, որը Կալուգա, ոնց էր, Snap Stroy, չէ՞, ճիշտ եմ ասում, Կալուգա Snap Stroy, դե դուք կիմանաք, պարոն Կարապետյան։ Եվ եթե ըստ այս լուրերի, ուրեմն ինչ որ երրորդ կողմը չփակեր իր պարտավորությունը, հեծը կանցներ բանկին։ Պարոն Կարապետյան, իհարկե դուք պատասխանելու հնարավորություն կունենաք, բայց պարզվում է նաև, որ հեծը անտոկոս վարկ է տվել, չէ, այդ մեկը գոնե կհաստատեք։ Հեծը անտոկոս ուրեմն փոխառություն է տվել Տաշիր խմբի հետ փոխկապակցված կազմակերպություններին։ Կարող եք ասել, դե հիմա հնարավորություն է ունեցել տվել է, չգիտեմ, բայց այդ նույն շրջանում հեծը նաև շուկայական տոկոսներով վարկ է վերցրել սեփական կարիքները փակելու համար։ Եթե այդքան հնարավորություն ուներ անտոկոս վարկ տար սեփական բիզնեսին, ապա ինչու էր հեծը նաև շուկայական տոկոսներով վարկ վերցնում, որպեսզի սեփական կարիքները հոգար, հեծը իր կարիքները հոգար։ Մի վարքյան Տիկին Հակոբյան, հարգելի գործընկերներ, ինչքան կարելի է։ Խնդրեմ։ Այլ դրվագ է հայտնի դարձել, օրինակ, որ հեծը ունի մասնաշենք եւ ավտոկայանատեղի, որը բնավ չի օգտագործվել հեծի կարիքների համար։ Օրինակ, այդ տարածքը տրվել է վարձով շուրջ 128,000 դրամով կարծեմ, 128,000 դրամով, 126,000 դրամով ներողություն։ Բայց հեծը իր մեքենաները տարել եւ կայանել է մի ավտոտնակում, այսպես ասած, որի համար ամսական տվել է 12.6 միլիոն դրամ։ Եվ դա փոխկապակցված նաև ձեզ անձ է, այդ անձը։ Պարոն Կարապետյան, մեզ քաղաքացին չի կարող հասկանալ, որ մենք սենց հիմա երկխոսենք, ձեր եթե խոսափողը միացնեն, հա, բայց այսպես ճիշտ չի, էլի, քաղաքացին չի հասկանում դուք ինչ եք ասում։ Կարձագանքեք։ Նաև տարբեր ապացույցներ են ի հայտ եկել, որ տարբեր հավելագրումներ են եղել քաղաքացիների վրա։ Նաև եղան հայտարարություններ, որ այդ հավելագրումները եղել է Զորամասի վրա, դպրոցի վրա, համայնքապետարանի շենքի վրա, փողոցի, հա, ինչ որ լուսավորության հետ կապված նաև դրա վրա, տարբեր կազմակերպությունների, տարբեր շինությունների եւ շատ մեր քաղաքացիների վրա եղել են հավելագրումներ։ Դուք կարող եք ասել այո, եւ հնարավոր է դա դիմել եւ վերանայում կատարվի։ Ես եք ասեմ այո, բայց ինչ է կատարվել։ Մենք 2024 թվականի ամռանն էր կարծեմ, երբ խոսեցինք հեծի այդ պարբերաբար անջատումներից, խնդիրներից հարուցված, հետո արդեն հիշում եմ, որ մենք մեր խմբակցություն հրավիրեցինք ՀՑԿՀ նախագահին եւ մեր հարցադրումներն ուղղեցինք, դա սեպտեմբերն էր, հոկտեմբերն էր, հետո հիշում եք, որ հրաժարականն եղավ ՀՑԿՀ նախագահի եւ փոխնախարարի նաեւ, ինչեւ է։ Դրան հաջորդող 1-2 ամիս հետո պարզվում է, որ այդ հաշվիչը, որտեղ այդ սերվերը, որտեղ պահվել են այդ անջատումները, հանկարծ ջնջվել է։ Եվ ջնջվել է 18-ից 25 մինչև թվականը բոլոր
տվյալները։ Այսինքն մարդը այլևս չէր կարող դիմել ասել ինձ վրա հավելագրում եք արել, որովհետև այդ բազան ջնջվել է։ Ոնց է ջնջվել, պարոն Կարապետյան։ Ոնց։ Պարոն Ղազինյան, ինչի պարոն Կարապետյան։ Չէ, հետո կասեք։ Այսինքն մարդը չի կարող։ Իմ գործընկերները իհարկե բարձրաձայնեցին շատ այլ խնդիրներ, որը կապված էր տենդերների հետ, պարզվում է, որ շատ քիչ մարդիկ են կարող այդ գնումների մասնակցել, պարզվում է, որ նույն կազմակերպությունը շատ ավելի թանկ գնով ձեր ժամանակ, ծառայություն է մատուցել, հիմա դրա կես գնով է անում, այս բաները ես չեմ հասկանում, ոնց կարող է լինել։ Պարոն Ղազինյանն ասում է, այ որ Լատվիայի հյուպատոս սարանին է պատկանել այդ մեքենան, դա խնդիր չի։ Մեզ համար տարաբերություն չկա, Բելարուսին է պատկանել, Լատվիան է պատկանել, այդ ավտոմեքենան։ Մեզ համար գիտեք ինչն է բան խնդիր, կամ ձեր խնդիրը որն է, որ այդ գիտակցումը, որ օրինակ կարող է դուք դառնաք հանձնաժողովի նախագահ եւ այդ թղթի վրա, որ ասում եք գրած է Լատվիայի հյուպատոսարան, այն թղթի վրա, որտեղ գրված կլինի պետական գույք, ազգային ժողով, այդ մեքենան ձեր օրինակ դիցուկ Լատվիայի հյուպատոս ընկերոջը սկսի պատկանել եւ ծառայել։ Հարգելի գործընկերներ, մի ընդհատեք տեղից։ Օգտագործեք։ Տիկին Հակոբյանը ձեզ չէր ընդհատում։ Ոնց որ դուք եք վերցրել ամիսներով ձեր, ես օրինակ իմ ընկերներից եղել է։ Իմ մեքենայի հետ խնդիր ա եղել, իր մեքենան օգտագործել եմ, բայց դա չի եղել ինչ որ մի կառույցի մեքենա։ Եթե դուք դրա մեջ խնդիր չեք տեսնում, ասում կարող է վաղը, երբ որ դառնաք հանձնաժողովի նախագահ եւ ունենաք ծառայողական մեքենա, որի վրա գրված կլինի ազգային ժողով, ձեր ընկերը ուզի եւ դուք քանի որ տենց լավ տղա եք, ոնց որ ասում եք, հա, բանա, դուք ձեր մեքենան, դուք եք այս 10 օրը հետ եք ասում, պարոն Ղազինյան։ Այդ մեքենան տրամադրեք, ասեք դե հիմա իմ ընկերն է հիմա էլ նեղության մեջ, ես որ նեղության մեջ է իր հյուպատոսանի մեքենան տվել է, հիմա էլ ես տամ։ Էսա խնդիրը, ոչ թե Լատվիան։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցնել տեղից արձագանքները, կսկսեմ նախազգուշացումներ տալը։ Մարտի 1-ի հետ կապված խոսք գնաց նոր վերջում, պարոն Ղազինյան, մեր նախորդիվ շրջանի բոլոր ձեռքբերումները, նաև թերացումները մենք մեր թիմակիցներով հավասարապես կիսում ենք։ Մեր ֆրակցիայի ղեկավար պարոն Կոնջորյանը նախորդիկ 5 տարիներին ինչ եղել է, ինձնից մի գլուխ ավել պատասխանատվություն այո կրում է։ Մարտի 1-ի համար հանրապետականների ֆրակցիայի ղեկավարը չի կարող պատասխանատվություն չկրել, որովհետև հետո ինքը չի ասա, «Էս ինչ եք արել»։ Էս ոնց եք սենց վարվել, ոնց եք այս զորքը, մարդիկ, մահերը, փողոցը տենց բան չի ասել, գնացել աշխատակազմի ղեկավար դրանից հետո, ժամանակագրությամբ այդպես էր, չէ՞, սկզբից այն, հետո աշխատակազմի ղեկավար, այսինքն նորմալ է եղել իր համար այդ ամեն ինչը։ Եվ այդ որ ասում եք, ես կոչ եմ անում ներդրում անել, ես չկարողացա ձեզ հարց տալ, բայց միգուցե սենց ձեզ հարց տամ, որ ասում եք, ես այնպես էր տրամադրվածությունը ձեր, որ դուք ողջունում եք, որ ենթակառուցվածքներ կառուցվեն, չէ, որ դուք լինեք հանձնաժողովի նախագահ, ձեզնից կախված ամեն ինչ կանեք, որ օրինակ մեր սահմանամերձ համայնքներում նոր ենթակառուցվածքներ կառուցվեն, չէ։ Ձեր ղեկավարը եւ դուք ամիսներով ասում եք, որ մեր կառուցած ենթակառուցվածքները այն սահմանամերձ համայնքներն եք շեշտում։ Դա արվում է նրա համար, դպրոցներ, ճանապարհներ, որտեղ վերաբնակեցնեն ադրբեջանցիներին։ Դուք աջակցելու եք այդ օրակարգին, որտեղ մենք վերընտրվել ենք։ Շնորհակալություն։